Հայաստանը հայտնել է իր մոտեցումը ադրբեջանական 12-րդ առաջարկի վերաբերյալ։ Այսօր հայտը արեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը չհստակեցնելով, արդյոք Երևանի դիրքորոշումը նույնն է մնացել։ Կա 17 հոդված, 15 համաձայնեցված է, 2-ը չհամաձայնեցված։ Հայաստանի նախորդ առաջարկները ուղարկելուց հետո վարչապետն ընդհանուր գծերով բացահայտել էր նախագծի 2 չհամաձայնեցված հոդվածներին հայկական մոտեցումները, որ Երևանի համար ընդունելի է խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելը, սահմանազատված հատվածներում էլ դիտորդներ չտեղակայելը։ Բայց պայմանագիրը ստորագրված չէ, նշանակում է Ադրբեջանը անհամաձայնություններ ունի, մասնավորապես ինչպիսի հայկական կողմը չի բացահայտում։ Ազատությունը արտգործնախարար Միրզոյանից այսօր հետաքրքրվեց հայկական մոտեցումները փոխվել են, արդյոք Երևանը համաձայն է հայցերը հետ քաշել նախքան պայմանագրի ստորագրումը։ Երևույթները, որոնք դուք նշեցիք, եւ մի շարք այլ հարցեր, քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում եւ հետեւաբար եթե համաձայնեցվում են կարող են եւ պարտադիր պետք է կիրառվեն պայմանագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո մենք ստացել ենք 12-րդ խմբագրությունը խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխանը ստանալու մասին Երևանը փետրվարի 25-ին հայտարարեց, Բաքուն հայկական առաջարկներին պատասխանեց 3.5 ամիս մտածելուց հետո։ Միրզոյանն ասաց, առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկել, մեջբերեմ Հայաստանի մոտեցումներն ու խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման ու վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Արդյոք նոր բանակցության համաձայնություն կա, որտեղ եւ երբ չհստակեցրեց, նաեւ չհիմնավորեց, թե որտեղից այդպիսի լավատեսություն որ Երևանն արդեն պատրաստվում է քննարկել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու ընթացակարգերը։ Unfortunately, we cannot state that our constructive approach is fully reciprocated by Azerbaijan. Դեռ 2 օր առաջ նույն Միրզոյանը հայտարարում էր Ադրբեջանը կառուցողական չէ։ Այսօր ասաց, եթե կառուցողական լինի, մոտ ապագայում կողմերը կարող են շոշափելի հաջողություններ ունենալ։ Ընդ որում չբացառեց, որ հայ-ադրբեջանական կարգավորումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան ռուս-ուկրաինականը։ Իհարկե, մեկ փաստաթղթով բոլոր խնդիրները չեն լուծվի, մենք սա կարող է լինել սկիզբը խաղաղության գործընթացի ըստ էության ոչ թե վերջնարդյունքը եւ կմնան խնդիրներ, որոնք մենք երկկողմ ջանքերով կկարողանանք շարունակել կարգավորել, մանավանդ որ նույն համաձայնագրում նախատեսված են հետագա երկկողմ աշխատանքներ եւ խնդիրներ կարգավորելու մեխանիզմներ, նույն կերպ մենք նաեւ պատրաստ ենք օր առաջ դրական ավարտին հասցնել մեր երկխոսությունը Թուրքիայի հետ, այնպես որ այս գործընթացները ինչ որ առումով կարող են նույնիսկ առաջ անցնել կամ զուգահեռ ընթանալ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Արարատ Միրզոյանն այսօր արտգործնախարարությունում Նիդերլանդների իր գործընկերոջ հետ էր մամուլի ասուլիս տալիս։ Կասպար Վելտկամպն ասաց, խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է Եվրոպայի համար։ Նիդերլանդները նաև հայ-թուրքական կարգավորումն է սատարում։ Նա Անկարայից է եկել Երևան։ Վստահ էր, որ թե Հայաստանը, թե Թուրքիան հարաբերությունները նորմալացնելու կամք ունեն։ Հայաստանցի լրագրողներին առավելապես հետաքրքրում էր Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման համար։ Եվրամիությունը, մասնավորապես Նիդերլանդները, ինչ քայլեր կարող են ձեռնարկել։ Կան մտահոգություններ նրանց խոշտանգելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական բանտում անօրինությունների վերաբերյալ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն անձամբ է բարձրաձայնել։ Նաև Ալիևի ռեժիմի դեմ կոշտ մեթոդների մասին հարցնչեց։ Այդ հեռանկարին եվրոպացի նախարարը ընդհանրապես չանդրադարձավ։ Արդար դատավարության եւ պատշաճ վերաբերմունքի հարցը շեշտեց, վստահեցրեց, հարցը նաեւ Բաքվում կբարձրացնեն։ Ընդհանրապես մենք կարծում ենք, որ գերիները պետք է միջազգային չափանիշներին համապատասխան հավուր պատշաճի պաշտպանված լինեն ու ունենան արդար դատավարության իրավունք։ Նիդերլանդներն ու Եվրոպական միությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Այն մեր ուշադրության կենտրոնում է։ Հայաստանն ու Նիդերլանդներն այսօր ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին։ Միրզոյանի խոսքով փաստաթուղթը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության եւ իրավունքի գերակայության խթանում։ Հոլանդացի նախարարը հստակեցրեց, փաստաթուղթը ռազմական համագործակցություն չի ենթադրում։ Ասաց հայ գործընկերոջը վստահեցրել է, որ Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական դիմակայունությանը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով։